Ես քեզ առաջարկեցի, դու հրաժարվեցիր։ Ես քեզ քննարկելու ոչ մի բան չունեմ։ Հիմա արդեն ես էլ չունեմ, Գևորգ ջան։ Դու գիտես, դեից ոնց ես փախնելու։ Այդ հարսի պես ես ստեղից ոչ մի տեղ չեմ փախնել։ Դե հա, հազիվ տեղ ես ճարել։ Հա, լավ էլ տեղ ասեմ իմանաս։ Դե կարաս արդեն ուրիշ տեղ էլ ման գաս։ Քեզ էլ խորհուրդ կտայի, որովհետև քո մոտ է սովորություն դարձել արդեն անկապ պրիմիտիվ պատճառներով թողելու գնալ։ Սա ինձ դու տենց չի նելու։ Ում դուրը չի գալու ինքն է գնալու։ Լակոտ։ Գոհար։ Ինչ ա եղել։ Լիտել չեմ դիմանում, գժվում եմ։ Հիմա ինչ ա եղել։ Լևոնը, Ինչ, մենակ չասես, որ էլի կռվել է։ չէ, ավելի ճիշտ չգիտեմ։ Ես գիշեր տուն չի եկել։ Առավոտը գնում է, լուսադեմին գալիս է։ Ոչինչ չեմ հասկանում, ես իմ տղայի տեղյակ չեմ։ Բայց Լիդը Արամը 3 տանն է եղել։ հա, 9-ի կողմերներ տուն եկավ։ Ուրեմն միասին չեն եղել, հա։ Լևոնը Սեդայի հետ է եղել։ Իրանց դասարանը Սեդայի։ Հա։ Գիշերվա ժամը 2-ն էր, մայրը զանգեց, ասեց, թե բա աղջիկը սուր է։ Բայց դու ինչ գործ ունես իր աղջկա հետ։ Գոհար, Լևոնը Սեդայի հետ է։ Հենց էդ է էլի։ Չեմ հասկանում։ Բայց չես հարցնում Լևոնին։ Հարցնում եմ, բա ինչ եմ անում։ Հարցից պատասխանում ա, որ ես արդեն չգիտեմ ուր է, ինչ է անում այդ տղեն։ Չգիտեմ ինչ անեմ։ Լիջան, խնդրում եմ էլի, Արամի հետ խոսատես, կարող է ինչ-որ բան գիտի։ Հա, անպայման կխոսեմ, բայց ախր գիտես, Արամից ինչ-որ բան իմանալը համարյա անհնար է։ Ինչ եմ անում ես պիտի ելնեմ սրա տակից, պիտի ելնեմ։ Նշանակում ես չգիտեմ ինչ պատասխան եմ լել։ Պատկերացնում ես, ես ամբողջ կյանքում երազել եմ տեսել այդ բառերը։ Ու հիմա ես չգիտեմ ինչ պատասխանեմ։ Լավ լել,
Ես էլ չգիտեմ քեզ ինչ ասել։ Լավ, զանգը տվել եմ։ Գնամ դասի, հետո կխոսենք։ Բարև Լևոն ջան։ Լևոն, ուր էիր։ Կներեք քնած եմ մնացել։ Դա Գևորգի արդարացումն է, քեզ չի սազում։ Կներեք ուղղակի լուսաբացի նոր տուն է եկել։ Ինչ ա եղել, Լևոն։ Լևոն, ահա քույրիկիդ բան չի եղել։ Նել, շփոթում ես, Լևոնը քույրիկ չունի։ Ունեմ ընկեր Պետրոսյան։ Բայց չհասկացա, դուք որտեղից գիտեք ընկեր գալստյան կամ Ուղղակի երեխան արդեն քանի օր է հիվանդանոցում է ու վիճակը շատ ծանր է։ ինչ։ Ոնց դու չգիտեիր։ Չէ։ Հիմա 10 կռուկ վազում եք, հանգիստ, առանց աղմուկի։ Առաջի շարքը գնաց։ Եկ, դավայ, երկրորդ շարքը միացավ։ Ահա։ Ալա, որ 10 կռուկը լրանա, ինձ կասես։ Նաց, առաջի կռուկ, 6։ Երեխեք կարող ես սուտ քունա դրել։ Հա։ Չէ, հաստատ քնած է, բայց ոնց է սենց քնել։ Երևի շատ հոգնած է։ Բա մենք հիմա ինչ անենք։ Չգիտեմ։ Դե եկեք բարձրանանք դեսերեն։ Երեխեք Յուրան ճիշտ է ասում, եկեք գնանք, թե չէ ոնց էլ լինի, մեկն ու մեկը ձեն կհանի։ Բայց Կարապետյանը դասարանում է։ Ես դասարան չեմ գա։ Ես էլ։ Դե եկեք դասից փախնենք։ Ոնց դասից փախնենք, բա մեզ հետո ինչ կանեն։ Ոչ մի բան աղբորս դասանը փախել է, ոչ մի բան էլ չեն արել։ Հա, ասենք փախնք։ Միտեղ պիտի գնանք, չէ։ Եկեք գնանք կարուսել։ Չէ, ինչ կարուսել։ Եկեք գնանք այգի կամ սրճարան։ Կարևոր չի որ գնանք, կարևորը գնանք։ Ով է ուզում դասից փախնենք։ Դե ուրեմն գնացինք։ Ես հաստատ չեմ շփոթում, Արմանը հենց քո համար ասեց։ Արմանը։ Ճանաչում ես Արմանը։ Ալբերտը արդեն 2 օր է հիվանդանոցից տուն չի գալիս։ Դու ոնց կարող ես չիմանալ։ Ուղղակի մենք միասին չենք ապրում։ Կներես Լևոն ջան, չգիտեմ։ Հիշեցնեմ ձեզ, որ զանգից արդեն 10 րոպե անցել է, հարգելի մանկավարժներ։ Շնորհակալություն հիշեցնելու համար։ Իսկ ես շնորհակալ կլինեմ, եթե չստիպեք ինձ հիշեցնել ձեզ ձեր պարտականությունները։ Ես հիմա անցնելու եմ այս ժամին բոլոր դասարաններով։ Համեցեք։ Իսկ դու վստահ ես դասարանիդ համար, Նելի։ Եթե բացականները նկատի ունեք, իմ դասանում բացականեր կան։ Եվ քանի բացական ունես։ 3։ Լավ չէ։ Գիտեմ։
Լսի, տղա ջան, ես քո գրածը բարի մատուցողի ու Սեդայի ցուցմունքի հետ չի համընկնում։ Ես գրել եմ նենց ոնց որ եղել է։ Սեդան ստեղ կապ չունի, ջան չխառնեք։ Բայց ոչ մեկ չի էլ խառնում։